2016-ի հունիսից գործող Մասիսի երիտասարդական կենտրոնն արդեն ունի 120-ից ավելի մշտական այցելու։ Այստեղ երիտասարդները յուրացնում են օտար լեզուներ, գործում են գրական, նկարչական, երաժշտական և կինոսիրողների ակումբներ։ Դասընթացները հիմնականում անցկացնում են կամավորները։ Հույս ունեմ, որ իրենց փայլուն և հուսալի ապագայում անգլերենը որոշակի կարևոր բաղադրիչ կլինի հետագայում, թեստը սահմանված կլինի B մակարդակի համար և ովքեր հանձնեն թեստը կստանան որակավորում։ 17-ամյա Ելենային վստահվել է կենտրոնի գրական բաժինը։ Փոքրիկ գրադարանում երիտասարդները հավաքվում են, ընթերցում գրքերից հատվածներ և քննարկում։ Սիրում է Ռեմարկի ստեղծագործությունները։ Բոլորս էլ միասին կարդում ենք, ով էլ չի սիրում, օրինակ ես չէի սիրում ռուսական գրականություն, բայց Հայկի շնորհիվ սկսեցի սիրել ու կարդալ։ Կենտրոնի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանի խոսքով երիտասարդների հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար երիտասարդական կենտրոնը նախատեսում է ներգրավել արհեստավարժ մասնագետների։ Միանգամից դարձավ մեր քաղաքի պատանիների եւ երիտասարդների սիրելի վայրը, հարթակ, որը նրանց հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու, հարթակ, որը նրանց հնարավորություն է տալիս լինել ու ստանալ նոր գիտելիքներ եւ փորձ։ Մասիսի երիտասարդական կենտրոն է այցելել հանրապետության նախագահը։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաքելությանն ու գործունեության ուղղություններին, Մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմաններին։ Մասիսում կառուցվող սպորտային համալիրը ծառայելու է ընտանիքներին։ Ավելի քան 2500 քառակուսի մետր տարածքով համալիրի շինարարությունը սկսվել է։ Մարզահամալիրը կունենա մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ, բացօթյա տարածք, որտեղ կլինեն մարզասարքեր բոլորի համար։ Ժամանակի ընթացքում, երբ որ պատրաստ լինի, կնպաստի մեր երիտասարդների, մեր երեխաների առողջ ապրելակերպին, նրանք կունենան զբաղմունք, հավաքատեղի և նրանց օրը կարծում եմ ավելի հետաքրքիր և ավելի լավ կդառնա։ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը մասնակցել է ընտանեկան առաջին սպորտային համալիրի հիմնարկեքի արարողությանը։ Ժամանակի պարկուճը տեղադրելու համար ձեր բուռն ծափարությունները դիմավորենք մեր չեմպիոններին։ Սպորտային համալիրի վրա կծախսվի $2 միլիոն։ Այն կդառնա Մասիսի առաջին ընտանեկան սպորտային և ժամանցային կենտրոնը։ Համալիրը պատրաստ կլինի 2018-ի հունիսին։ Գրիգոր Ավետիսյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։